Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, առաջնահերթություն է պաշտպանել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտները, քաղաքական բազմակարծությունը, հանրային համախմբվածությունը եւ վստահությունը, շեշտել է Ալեն Բերսեն։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության, սահմանադրական բարեփոխումների ճանապարհին, նաև ապատեղեկատվության դեմ պայքարում։ Բերսենն նաև ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև շարունակվող գործընթացները։ Ելույթով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, նույնպես անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով դրանք առանձնահատուկ էին մի քանի պատճառով։ Առաջին հերթին խոսքը 3 հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կիրառած ընտրակաշառքի զանգվածային եւ համակարգված սխեմայի մասին է։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում էին այդ կուսակցությունների անդամների կամ ներկայացուցիչների ձայնագրությունները։ Նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես են գումար տալիս մարդկանց ձայներ ստանալու համար, մանրամասնել է Ռուբինյանը։ Երկրորդ առանձնահատկությունը Հայաստանում կառավարող կուսակցության դեմ զանգվածային ապատեղեկատվական արշավներ։ Կրկին գրեթե ամեն օր արտասահմանյան որոշ երկրներում կեղծ լուրեր էին հրապարակվում, ապա այդ լուրերը ներմուծվում եւ տարածվում էին Հայաստանում այդ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Երրորդ եւ հիմնական առանձնահատկությունն արտաքին միջամտությունն էր Հայաստանի քաղաքականությանը եւ ընտրություններին։ Արտաքին դերակատարներն անգամ տնտեսական միջոցառումներ են կիրառել եւ այս ամենի նպատակն էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ռուբինյանը շեշտել է, չնայած ամեն ինչին Հայաստանի ժողովուրդը հստակ ընտրություն է կատարել եւ այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակելու եւ ամենակարևորը ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ։ Հուսանք այս կազմակերպության աջակցությամբ, բայց պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել եւ իրականացրել են ընտրակաշառքի այս զանգվածային սխեման, եւ ժողովուրդը պահանջում է արդարադատություն։ Ռուբինյանը եզրափակել է, այդ արդարադատությունը պետք է իրականացվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։